Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի օր բոլորին։ Մենք շարունակում ենք մեր առակը ինչ կցուցանե հաղորդաշարը եւ այսօր մենք կանդրադառնանք հեղափոխություն եւ հեղափոխականների գաղափարին, երբ պայքարը, որը սկսվում է հանուն ինչ-որ վեհ գաղափարի, վերածվում է բավականին տխուր վերջաբանի։ Ժամանակին մի ասացված կար, ես չգիտեմ հեղինակը ով է, բայց դա իմ հին սովետական մանկությունից է գալիս, երբ որ ասում են ամեն մեկին թվում է, որ նա ամեն մեկ չէ։ Իսկն ամեն մեկին թվում է, որ նա շատ յուրահատուկ, բացառիկ եւ միայնակ երևույթն է պատմության մեջ, իրականում դա այդպես չէ, որովհետեւ գոյություն ունեն սխեմաներ, վարքագծեր, որոնք իրականում շատ նման են նախորդում տեղի ունեցած երևույթներին, անձանց, նրանց պահվածքի եւ իրադարձությունների, որովհետեւ մարդը ինչքանով էլ չլինի յուրահատուկ, նա ենթարկում է որոշակի տրամաբանությանը, որը իհարկե ձևավորվում է նմանատիպ գործոնների ազդեցության տակ, բայց այնուամենայնիվ հեղափոխությունը որպես երևույթ գոյություն է ունեցել պատմության ամենավաղ ժամանակներից եւ բնական է, որ պետք է հասկանալ ինչպես են սկսվել հեղափոխությունները, ով են սկսել այդ հեղափոխությունները եւ ի վերջո ինչ հետևանքների եւ ավարտի է բերել նրանց գործունեությունը։ Այսօր մենք տեղափոխվենք հարավային Աֆրիկա։ Ժամանակին գոյություն ուներ այդպիսի պետություն, որը կոչվում էր Հարավային Ռոդեզիա։ Այդ պետությունը ստեղծվել էր ուրեմն Ռոդեզի կողմից, որը Հարավային Աֆրիկայում գտել էր ալմաստներ եւ ահագին հարստացել էր, այնքան էր հարստացել, որ որոշեց, որ ի վիճակի է ստեղծել պետություն եւ անվանել իր սեփական անունով, այդպես ծնվում է Ռոդեզիան, այն ժամանակվա աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը։ Եվ Հարավային Ռոդեզիայի գյուղերից մեկում 1924 թվականին ծնվում է մի տղա, որի անունը Ռոբերտ է, եւ նա տեսնելով ինչպես է սպիտակ փոքրամասնությունը ճնշում սև մեծամասնությանը, այսինքն նրա անձը ձևավորվել է այդ միջավայրում, եւ նա երազում էր ազատություն պարգեւել իր ժողովրդին։ Ռոբերտը կրթվում է, ստանում է բավականին լավ կրթություն, վերադառնալով հայրենիք, նա միանում է պարտիզանական շարժմանը եւ ծավալում է պայքար սպիտակամորթ փոքրամասնության դեմ, որոնք օկուպացրել են նրանց երկիրը եւ ազատագրական, այսպես ասած, շարժում է ծավալում։ Եվ տեղի է ունենում հեղափոխություն եւ Ռոբերտ Մուգաբեն դառնում է Հարավային Ռոդեզիայի նախագահ, որը հետագայում վերանվանվում է Զիմբաբվե, այսօրվա մեզ ծանոթ արդեն երկիր, եւ խոստանալով համատարած արդարություն եւ որ մենք ենք տերը մեր երկրի գաղափարախոսության տակ, սկսում է այն, ինչ բնորոշ է բոլոր առանց չափազանցնելու հեղափոխություններին, երբ որ հանգուցային դիրքերը ստանում են ոչ թե խելացիները եւ բանիմացները, կոմպետենտները, այլ այն մարդիկ, որոնք քայլել են առաջնորդի հետ միասին այդ հեղափոխական ժամանակահատվածում։ Եվ այստեղ սկսում է ամենալավ եւ ամենատրամաբանական ընթացքը, որը անխուսափելի էր։ Կոռուպցիայի զարգացում, երբ որ այդ հարստագույն երկրի ընդերքը վաճառվում է եւ փողերը, ասած պետական կասայից շրջանցելով նստում են Մուգաբեի եւ նրա համախոհների գրպաններում, երբ որ արդեն սևամորթներն են շարունակում ճնշել եւ հալածել սևամորթներին, երբ որ այսինքն այն ժամանակ թվում էր, որ բնակչությունը վատ է ապրում, որովհետեւ սպիտակամորթները ճնշում են եւ թույլ չեն տալիս, որ բնիկները կարողանան զարգանալ եւ լավ ապրել,
եւ երբ որ սպիտակամորթներին վտարում են երկրից, երբ որ բոլոր լծակները խլում են եւ կենտրոնացում են իրենց ձեռքում, սկսում է դրամաբանական շարունակությունը, երբ որ նույն բնիկներին արդեն սկսում են ճնշել սևամորթները, երբ որ սկսում են տարածքներ բաժանել բնակիչներին, բնական է, որ այդտեղ էլ է գործում ծանր կոռուպցիոն սխեմաներ, հա։ Մի խոսքով եւ կամաց ազատասեր, ժողովրդասեր, արդարությանը ձգտող Ռոբերտ Մուգաբեն կամաց քայլ առ քայլ վերածվում է բռնապետի, որովհետեւ նրան պետք է շրջապատել իրեն հավատարիմ մարդկանցով, նրան պետք է զարգացնել ուժային ապարատը, որ ապահովեն նրա անվտանգությունը, նրան պետք է կաշառել ներքին եւ արտաքին գործընկերներին, որ նրանք ապահովեն նրա անխափան գործունեությունը եւ բնական է, որ այդ համակարգը կամաց սկսում է իջնել ներքև, երբ որ այդ կոռուպցիան գործում է ոչ միայն բարձր էշելոններում, այլ նաեւ ցածր էշելոններում եւ բնական է, որ հասարակ ժողովրդի կյանքը բացարձակապես ոչ մի որակական փոփոխություն չի ապրում։ Հեքիաթի պես, երբ որ տղան ասում է, որ կգնա եւ կհաղթահարի հրեշին, ասում են՝ մի գնա, դու չես կարող հաղթահարել հրեշին, որովհետեւ շատ ու շատ քեզանից առաջ պատանիներ են գնացել փորձել հաղթահարել հրեշին, բայց ոչ ոք չի վերադարձել։ Նա ասում է՝ ես վստահ եմ իմ ուժերին եւ ես կհաղթահարեմ հրեշին։ Եվ գնում է, հաղթահարում է հրեշին։ Եվ նա է դառնում հաջորդ հրեշը։ Այստեղ նույն պատմությունն է։ Եվ Մուգաբեն 40 տարի իշխում է Զիմբաբվեում, քամելով այդ երկիրը եւ բերելով տնտեսությունը այնպիսի ծանր իրավիճակի, երբ որ ինֆլյացիան բերում է մի քանի տրիլիոն տոկոսի եւ մարդիկ անգամ չեն հասցնում յուրացնել այն դրամային մասն, որը այսինքն նա առավոտը ստացել է աշխատավարձ, մինչև երեկո նա չի կարող այդ աշխատավարձը օգտագործել, որովհետեւ նրա առավոտվա ստացած աշխատավարձը երեկոյան արդեն էլ ավելի շատ է արժեզրկվել եւ նա անգամ չի կարող գնել մի բուխանկահաց։ Եվ այդ ամեն ինչի ներքո մենք ունենք շատ բարեկեցիկ կյանք վայելող նախկին հեղափոխականներ, որոնք եկել են իշխանության, հանուն համատարած արդարության, հանուն համատարած բարեկեցիկ կյանքի, հանուն նրա, որ Զիմբաբվեն պատկանա ժողովրդին, այլ ոչ թե ինչ-որ սպիտակամորթ օտարների, Զիմբաբվեն ունենալով իր պատմության սկզբում աշխարհի հարուստ առաջատար պետություններից մեկը վերածվում է այն ինչին մենք գիտենք այսօր աղքատ, տխուր, թշվառ աֆրիկյան պետություն, որը միջազգային հարթակում չունի բացարձակապես ոչ մի հեղինակություն եւ դրա շնորհքը այն է, որ մի մարդ, որը որոշեց, որ նա գիտի ոնց է պետք եւ կրկնեց այն նույն սխալները, որոնք կատարել են նրան նման մնացած բոլորները, նույն պատմությունը տեղի ունեցել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, դրա մասին մենք առանձին կխոսենք, որովհետեւ Նելսոն Մանդելան դա առանձին պատմություն է, դա շատ ավելի հետաքրքիր եւ խորը պատմություն է, եւ դա բերեց իր դրամաբանական հետևանքների եւ առանձնակի պետք է պատմել Մուգաբեի տիկնոջ մասին, դրա մասին մենք կխոսենք մեր հաջորդ հաղորդումների ժամանակ եւ կտեսնենք, թե ինչպես է լինում, երբ որ կինը, որը մինչև այդ բացարձակապես ոչ մի բանով չէր տարբերվում իր նման միլիոնավորներից, մեկ էլ շատ հանկարծակի մի գիշերում դառնում է պետական բյուջեի գլխին։ Բայց այնուամենայնիվ վերադառնալով այսօրվա օրերը եւ ցույց տալով, տեսնելով մեր այսօրվա Հայաստանի առօրյանը մենք տեսնում ենք, որ սխեման գործում է, երբ որ մարդ ունենալով ինչ որ
վեհ գաղափարներ եւ ուզենալով կիրառել այդ գաղափարները անտեսում է կոմպետենտությունը, կրթությունը, իրոք օրենքի պաշտպանությունը, հա, որովհետեւ օրենքը դա միակ գործիքն է, որով դու կարող ես պահպանել համատարած հավասարությունը եւ արդարությունը։ Երբ որ դու որոշում ես կայացնում ես ոչ թե դեպի կոմպետենտություն, այլ դեպի լոյալություն, իրավիճակը այն է, որ պետությունը դառնում է Զիմբաբվե մի քանի տրիլիոն ինֆլյացիայի ներքո։ Հայաստանը նոր է 7 տարի է սկսել այդ ճանապարհը եւ մենք 7 տարվա ընթացքում տեսնում ենք, որ իրոք կոմպետենտ, փորձառու, կիրթ գրագետ մարդիկ ազատվում են աշխատանքից եւ իշխանություն են զավթում մարդիկ, որոնք ոչ թե գիտեն ոնց, այլ ինչքանով են նրանք Նիկոլա Պաշտ։ Մենք տեսնում ենք, որ մեր ընդերքը, նույն մոլիբդենը, նույն ոսկին, հանքահանությունը ենթարկվում է միայն անձնապես Փաշինյանին եւ Փաշինյանի որոշմամբ է իրականացնում բոլոր կարևորագույն պայմանագրերը եւ արտահանությունը։ Մենք տեսնում ենք ոնց է տնտեսությունը ենթարկվում մեկ անձին եւ մեկ անձի որոշմամբ է ընդունվում ինչպես պետք է զարգանա, այսինքն ոչ թե ելնելով տնտեսության զարգացման օրենքներին, այլ կիսագրագետ ոչ կոմպետենտ մարդու ցանկություններին եւ վտանգը, որ մենք երբևիցե կկարողանանք ոտքի կանգնել եւ չենք վերածվի Զիմբաբվեի բավականին քիչ է, որովհետեւ այս սխեման գործում է նույն տրամաբանության մեջ Հայաստանը ապագա Զիմբաբվեն է։ Դուք ուզում եք ապրել Զիմբաբվեում։ Ստեսյուն